Ողջույն բարեկամներ, հասանք Վանաձոր, Տաշիրից ու Ստեփանավանից հետո եղանակը իհարկե այդքան էլ բարենպաստ չի, բայց մենք շարունակում ենք շփվել մեր քաղաքացիների հետ, սա ցույց տամ վարչապետին, կանգնած են, խոսում են մարդկանց հետ, մի բանի մասն է ուզում խոսել հետաքրքիր, այս ընդդիմադիր լրատվականները եւ ընդդիմադիր գործիչները մի հատ ինչ վարքագիծ են դրսևորում, դե գիտեք, որ այս ամեն ինչը տեղի է ունենում ուղիղ եթերում։ Ու նույնիսկ այն քաղաքացիների հետ, որոնք որ համաձայն չեն մեր հետ, խոսակցությունը էլի տեղի է ունենում ուղիղ եթերում, այսինքն մենք այդքան բաց եւ թափանցիկ ենք, բայց կտրում են այդ կտորը, դնում են կայքերում, որ իբր տեսեք, չեն հասկանում, որ նույնիսկ դա է մեր օգտին խոսում։ Երբ որ քաղաքացու հետ որ անհամաձայնություն ունի վարչապետի հետ, մեր հետ, վարչապետը հանգիստ խոսում է, փորձում է բացատրել, մի մասը ընդունում են, մյուս մասը չեն ընդունում, բռնում են, կտրում են այդ կտորը, դնում են on-line, ասում են, տեսեք, քաղաքացին ինչպես պատասխանեց վարչապետին կամ քաղաքացին դուռը չբացեց, դա ամեն ինչը մենք ենք ցույց տալի առաջին հերթին ուղիղ եթերում։ Ու էս է իսկական ժողովրդավարությունը, թափանցիկությունը, տեսնեմ իրանք կարան տենց ուղիղ եթերում, ամբողջությամբ ուղիղ եթերում դուրս գան փողոց ու շփվեն քաղաքացիների հետ, ոնց որ շփվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոնց որ շփվում ենք մենք եւ շարունակելու ենք անել։ Իհարկե չեն կարա, իսկ այս Վանաձորն է, իմ սիրելի Վանաձորը, սենց գեղեցիկ մայթերով, պետության ձեր վճարած հարկերով կառուցված սիրելիներս, այնպես որ շարունակում ենք մեր այցը, կշփվենք քաղաքացիների հետ, կլսենք նրանց, կբացատրենք այն ինչ որ տեղի է ունենում, եթե հարցեր կան, ու կգնանք առաջ դեպի խաղաղ ապագա։ Լավ եղեք։